Սիրելի բարեկամներ, անցյալ 10-12 օրերի ընթացքում միջազգային լուրերի հիմնական թեման եղել է մնում է ռուս-վրացական հակամարտության թեման եւ բոլորիդ հետաքրում է, անշուշտ մեզ հայրից հետաքրում է թե այսինչ եղավ, ինչպես եղավ, ինչու եղավ եւ անցյալ շաբաթ մենք մեր հաղորդման ժամանակ մի քանի րոպե ես հատկացրեցի այս թեմային, իհարկե ժամանակը շատ քիչ էր եւ շատ այսպես թռուցիկ անցա ես այդ թեմայի վրայով, ուղղակի այսօր փորձեմ մի քանի վայրկյան եւս այդ մասը խոսել, մեր հաղորդման հիմնական մասը այսօր մենք նվիրելու ենք մեր անցյալ շաբաթվա հարցազրույցի շարունակությունը ձեզ ցուցադրելով, եթե հիշում եք անցյալ շաբաթ մենք ձեզ ցուցադրեցինք Պարոն Արապատյանի հետ մեր տեսագրությունը Երևանի հարցազրույցը եւ այսօր այդ հարցազրույցի երկրորդ մասը պիտի ցուցադրենք, բայց մի քանի րոպե ունենք, 10 րոպեի 15 րոպե ժամանակ ունենք, որ ես ուզում եմ անպայման հատկացնել բարձրաբանելու համար այս ռուս-վրացական հակամարտության էությունը ինչումն է կայանում, փորձենք հասկանալ։ Մի քանի բառով շատ արագ պիտի խոսեմ, սիրելի բարեկամներ, եւ զանգել չպիտի կարողանամ վերցնել, եթե ձեզ հետաքրող հարցեր կնեիք, ուզեք զանգարել եւ խոսել այս մասը, խնդրեմ ժամը 9-ից հետո հաղորդումից հետո զանգարեք եւ հանգիստ խոսենք այդ մասին։ Նախ եւ առաջ ովքեր են այս վրացի քարտվելները։ Ինչու եմ ես նրանց անընդհատ կրկնում նշում եւ անվանում քարտվել, որովհետեւ դրանց իսկական անունը քարտվել է եւ իրենց երկիրը անվանում են Սաքարթվելո։ Մենք չգիտեմ ինչու, այսինքն գիտեմ ինչու, բայց դժբախտաբար սխալմամբ մենք այս ժողովրդին կոչում ենք վրացիներ, դրանք վրացի չեն։ Այս քարտվելները շատ ցինիկ, մեծամիտ, միշտ ինքնավան, միշտ մեծամիտ, բայց միշտ վախկոտ մի մարդկային հավաքածու են։ Որպեսզի հասկանանք սրանց հոգեկան աշխարհը եւ փորձենք հասկանալ իրենց այսօրվա ղեկավարի այս Իսա Հակաշվիլի Շանշաշվիլու վարվելակերպը ու մտածելակերպը մի փոքր պետք է հետ գնանք։ Ըստ իրենց քարտվելական հանրագիտարանի, իբր թե իրենք պատմության այսպես թաթերաբեմում երևացել են, հայտնվել են մեր թվականությունից առաջ 4-րդ դարում, իսկ հայերը 2-րդ դարում, իրենցից 200 տարի հետո։ Գյումրեցիք կասեն խելքին աշեցեք։ Այս մարդիկ մեզանից 200 տարի ավելի երկար կյանք ունեն, պարզվում է, իսկ հայերը հանկարծ 2-րդ դարում չգիտես որտեղից օդանավով կամ օդապարիկով իջան։ Եվ ըստ մեր հայերի ունեցած միակ տեղեկության, որ ինձ հայտնի է, Տիգրան առաջին Հայկազոնի թագավորը մոտավորապես 520-ական թվականներին սրանց իբր տեղավորել է այդ հյուսիսային մասում, ներկա Հայաստանի հյուսիսային մասում, Քուր գետից հյուսիս, մինչև Կովկասյան լեռները, որտեղ որ այսօրվա Հարավային Օսետիան է, Հարավային Օսետիայից մինչև Քուր գետ, այդտեղ է տեղավորել դրանց ըստ միակ գոյություն ունեցող տեղեկության։ Ես չգիտեմ որքանով է դա ճիշտ, ես շատ կուզենայի փաստեր հավելյալ ունենալ դրանց մասին, բայց դժբախտաբար այն չկա։ Իհարկե ովքեր որ մի բան ասում են, իրենց կարծիքն են հայտնում, բայց պատմական փաստ ես չեմ տեսել եւ չեմ կարողանում գտնել։ Պատկերացրեք, ուրեմն ես դες հիմա մի քարտեզ ցույց տամ, որը հիմնված է Պտղոմեոսի աշխարհացույցի վրա է հիմնված եւ ստեղծված է մի քարտեզ, որը հստակորեն ցույց է տալիս, թե 2-րդ դարում մեր թվականությունից առաջ այդ քարտվելները մոտավորապես որտեղ են ապրել։ Հիմա ես խնդրեմ մեր ռեժիսորին, որ նա ցույց տա ձեզ այդ քարտեզը, խնդրեմ ուշադրությամբ նայեք, կենտրոնական մասում Հայաստանն է։ Աջ կողմում ըստ իրենց պատկերացման այդ ժամանակվա Կասպից ծովն է, աջ կողմի այդ կապույտ մասը։ Իսկ հյուսիսային այդ ուղղանկյուն կտորը, որ կա, գրված է Իբերիա։ Իբերիան կարող է հայերենից աղավաղում լինել։ Իվերուստ, Իվերիան կարող է նշանակել է հին գրապարից էլ առաջվա հին լեզվով կարող է նշանակել է վերևի երկիր, որը հետագայում գրապարում այն անվանվել է Վիրք, այսինքն վերևի երկիր։ Բավական է, անցնենք առաջ, այդ քարտեզը բավական է նայենք։ Այդ հողակտորը, ինչպես դուք տեսաք, շատ մի փոքրիկ կտոր է եւ իհարկե Պտղոմեոսը հայ չէր, ոչ էլ այդ քարտեզի պատրաստողներն էին հայ եւ նրանք հստակորեն ձեզ ցուցադրում են, թե այդ հողակտորը որտեղ է եղել այդ Վիրքը։ Հիմա ներողություն, Սաքարթվելոն։ Իսկ Վիրքը հայերը անվանել են այն հյուսիսային շրջանը, Հայաստանի հյուսիսային շրջանը, որը եղել է մեր այսօրվա գուգարկից վեր, դեպի Քուր գետ։ Ներառյալ այսօրվա Ջավախքը, ներառյալ ամբողջ Քուր գետի հոսանքը, հետագայում դարեր հետո
Աբխազիան նույնպես ներառվել է այդ վիրք հասկացողության մեջ, որովհետև 11-րդ դարում մենք ունենք արդեն վիրք աբխազական թագավորություն, որը բագրատունյաց թագավորների իշխանության տակ էր։ Կներեք շատ արագ եմ խոսում, ուղղակի մի քանի տվյալներ կա, որ ուզում եմ անպայման ձեզ հասցնել։ Պատկերացրեք, առաջին անգամ խոսակցություն այդ վիրքի մասին գնում է 450 թվականին, երբ Հասգերտ երկրորդ թագավորը Պարսից հրավիրեց հայ իշխաններին եւ Վարդան Մամիկոնյանին եւ մնացած բոլոր սուննիաց իշխանին եւ սահմանակից բոլոր իշխաններին Տիզբոն, որպեսզի քննարկեն այդ հավատափոխության խնդիրը։ Եվ այն ժամանակ հրավիրվել է նաեւ մեր վիրքի եւ աղվանքի, այսինքն այդ հյուսիսային շրջանների սահմանապահ իշխան, որը կոչվել է Բդեժխ, Բդեժխ նշանակում է սահմանապահ իշխան, Աշուշան, անունը եղել է Աշուշա, որը հայ էր ազգությամբ, եւ այս հայ մարդը այնտեղ նշանակված էր որպես սահմանապահ իշխան։ Դրանից հետո քարտվելների մասին առանձնապես ոչ մի խոսակցություն չկա, եթե ուշադիր կարդանք, ոչ միտեղ ոչինչ չեն գտնի։ Պատկերացրեք, մինչև մեր բագրատունյաց իշխանության մեր տոհմի ստեղծումը Անիում վիրքի մասին ընդհանրապես քիչ է խոսվում։ Աշոտ առաջինը 885 թվականին թագադրվեց որպես բագրատունյաց առաջին թագավոր։ Հետո մի քանի թագավորներ այնտեղ հաջորդեցին իրար, եկանք հասանք Գագիկ երկրորդին, 1043-ին թագադրվեց Գագիկը, 1045 թվականին Պետրոս Գետադարձ կաթողիկոսը եւ Վես Սարգիսը միացյալ ուժերով կարողացան Գագիկին խաբել ուղարկել Կոստանդնոպոլիս, այնտեղ մարդուն պահեցին, բանտարկեցին, պահեցին այնքան, մինչեւ որ Պետրոս Գետադարձը տարավ 40 բալայները անի տվեց հունաց կայսրին եւ այն ժամանակ մեր թագավորությունը կարծեք թե կանգնած էր ոչնչացման առաջ եւ ահա Անիում մեր իշխանները հավաքվում են եւ այսպեսի խոսակցություն է գնում։ Անի ազդեցիկ շրջաներում խոսում էին, որ պետք է հաշտվել այն մտքի հետ, թե Գագիկը կորած է եւ որ պետք է որոնել մեկին, որ փոխարինել նրան։ Ազգային կուսակցությունը հավատարիմ մնալով Բագրատունյաց տոհմի վեհապետական շահերին զանազան թեկնածուների անուններ էր տալիս։ Ոմանց համար Դավիթ անհողինն էին անվանում, որ իրավունք ուներ Անի գահը գրավելու։ Ուրիշները, ուշադիր լսեք, խնդրում եմ, ուրիշները Աբխազիայի թագավոր Բագրատի անունն էին տալիս, որի մայրը Մարիամը, ինչպես գիտեք, Գագիկ առաջինի թոռն էր։ Ուրեմն Գագիկ առաջինը թագավորել է 989-ից 1020 թվականները։ Նա թոռ Մարիամը ուներ որդի, որի անունն էր Բագրատ, եւ այս Մարիամը Աբխազիայի թագավորի կինն էր։ Բագրատին ուզում էին բերել, որպեսզի շարունակեր Բագրատունյաց տոհմի ուժը, իշխանությունը շարունակեր մեր Անիում։ Աբխազիայի վիրքի թագավորը Բագրատունյաց տոհմն էր։ Այնտեղ իշխում էր Բագրատունյաց տոհմը։ Գեորգի երրորդ հայ, Գեորգի երրորդ Բագրատունի իշխանի թագավորի, ներողություն, թագավորի աղջիկը Թամար Թակուին էր 1084 թվականին գահ բարձրացավ 1184-ին։ Տեսեք, խոսում ենք Բագրատունյաց իշխանների ու թագավորների մասին, մինչև 12-րդ դարի վերջ։ Ուրեմն Գեորգի երրորդի անունով ամենայն հավանականությամբ այդ երկիրը կոչվել է, շարունակվել է կոչվել Գեորգիա, Գեորգի 3 հատ Գեորգիներից հետո։ Այդ քարտվելների մասին շատ հնարավոր չէ խոսել, շատ առոստավելու գրած այդ վագրենավորներ ըստ Նիկողայոս Մարի, դա Ֆիրդուսու Շահնամեի պոեմի վերջին գլուխն է, որ կորել էր ժամանակին եւ այն վերցրել են, թարգմանել են իրենց քարտվելական լեզվով եւ հայտարարում են, թե իրենցն է։ 15 թվականի Վանի դեպքերից հետո Կովկասի փոխարքան, որը ազգությամբ քարտվել էր, ռուսական զորքերը հետ կանչեց Արևմտյան Հայաստանից իր բոլոր հետևանքներով, դուք շատ լավ գիտեք ինչ եղավ։ Դրանից հետո 1918 թվականի մասին շատ հետաքրքիր բաներ է պատմում մեզ Սիմոն Վրացյանը իր Հայաստանի Հանրապետություն գրքում, որը խոսում է վրացիների մասին, ասելով, որ այնտեղ հայերը նավթ եւ ուրիշ ապրանքներ էին գնել Բաքվում եւ Ռուսաստանում եւ վրացիները թույլ չէին տալիս, այս քարտվելները թույլ չէին տալիս, որ այդ ամեն ինչը գա մտնի Թիֆլիսով անցնի Հայաստան։ Սովի եւ հիվանդությունների ճիրաներում գալարվող Հայաստանի համար
այսպիսի վերաբերմունքը Վրաստանի կողմից համարվում էր անխիղճ անմարդի թշնամական, հայտարարում է Սիմոն Վրացյանը։ Բազմաթիվ օրինակներից առաջ բերենք միայն մեկը։ Նոյեմբերի կեսերին Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Թիֆլիսում դիմեց վրաց արտաքին գործոս նախարարին, խնդրելով արտոնել Բաքվում գնաց 40 ցիստերն նավը ու 9 ցիստերն բենզինը Վրաստանի վրայով փոխադրել Հայաստան։